Բնականաբար գազի գնի իջեցումը ինքնաբերաբար ազդելու է էլեկտրոէներգիայի գնի իջեցմանը, ուստի ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ փետրվարի 1-ին տեղի է ունենալու նաև էլեկտրոէներգիայի իջեցումը, որովհետև արդեն հանձնաժողովի հետ մենք երեկվա մեր խոսակցությանը մենք ակտիվորեն կաշխատենք, ինձ թվում է, որ դրա ազդեցության հիման վրա նաև գնալու է, որ այդ եթե մենք վերցնում ենք հիդրոէներգետիկան առավելագույն իր մասնաբաժինը կարող է ունենալ 22% էլեկտրոէներգիայի կառուցվածքի, արտադրության կառուցվածքի մեջ, թեկը եթե իր մասով վերցնում ես, ասենք կարող է ունենալ մի 30-40%-ից ոչ ավել, եթե իր պարապորտները հաշվի առնենք վերականգնողական, այսինքն դուս է գալիս մի 40-50% է գնում ջերմոէլեկտրոկայաններից, ջերմոէլեկտրոկայանների էլեկտրոէներգիայի 50%-ը կազմված է գազից ստացվող էլեկտրոէներգիայի վրա, այսինքն դրա ազդեցությունը ինքը կունենա էլեկտրոէներգիայի վրա։ Ուստի սա իմ խորին համոզմամբ լուրջ քայլ է թե սոցիալական լարվածության եւ կա մի ոլորտ է, որտեղ կառավարությունը հնչեցրել է, դա նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագրից նաև շարունակում է, այդ խոշոր ներդրողների, որոնք որ իրականացնելու են գազասպառման մեծ ծավալներ, դրանց համար կիրառվելու է առանձին սակագիր։ Այսինքն, եթե դու ունենաս խոշոր ներդրումներ Հայաստանի Հանրապետության, որտեղ իր գրավիչության բարձրացման լավագույն խնդիրը դա կոնկրետ ծախսերը եւ վճարվելիք, այսինքն դրեք հարկերի փոքր քանակություն է, որ ինքը համար դրա համար կդարձնի նպաստավոր։ Անունը ինչ ուզում եք դրեք, ես քայլը համարում եմ շատ դրական։ Թող լավ կլինի նախընտրական փուլին մի քանի բան դες լավ բաներ անեն, օրինակ դες հերթով գնում են։ Այնքան հաճելի կլինի։ Կլինի ասма բոլոր դեպքերում տենց հա խոստում տվածները անեն։ Հիմա ինչ եք կարծում, վատ է թե լավ է։ Եկեք այդ տեսանկյունից նայենք։ Ես ասում եմ երկարատև առումով է ինքը իր առումով տեղի ունենում, որովհետև եթե դու ծավալները նաև ավելացնես, ասենք ենթադրենք, իմ խորին համոզմամբ գազի սպառման ծավալները կավելանան։ Այսինքն ռուսական կողմը հասկանում է, որ վնաս է կրում, ինչ բարձրացնում է, այստեղ էլ սկսում են քիչ օգտագործել, աթար կամ փայտ է վարում գյուղերում։ Ոչ միայն աթար վարում, այսինքն գնում է նաև գնում է այլընտրանքային, շատ ավելի արագ, շատ հաճախ խոսվում է, շատ հաճախ խոսում է նաև իրանական գազի օգտագործման ծավալների ավելացման, շատ հաճախ, այսինքն խնդիր կա, դա ինքը նաև իր առումով բիզնես կա, նաև կա քաղաքական պարտների հետ կապված խնդիր է, այսինքն դրա հետ կապված է։ Հիմա անունը ինչ ուզում եք դրեք, ես ձեզ նորից եմ ասում, դա հիմնականում տեղի է ունենում լրջագույն իջեցում սոցիալական ոլորտի եւ սոցիալական բոլոր խմբերի, այդ թվում եթե սովորական քաղաքացին կզգա 1000 խորանարդ մետրի վրան ասենք $20, որը ինքը որևէ մեկ խմբի մեջ չի գտնվում, իսկ 10000 օգտագործողը դա մոտավորապես գալիս է $250, այսինքն $250-ը դա դոլարայի մեկ արտահայտությամբ տեղ է տված, $253-ը məsələn ավելացնենք, ասենք 112-110, այդ կարգի գումար է կանում, 120 քանի գումար է, բազմապատիկ դուքները հետ կստանաք, ասենք 475 որ հաշվի։ Եթե առաջ դու վճարում ես $280, հիմա արեք նայենք մուլտիպլիկատոր էֆեկտը։ Ամբողջ գազալցակայաններում պետք է գազը իջնում է արդեն։ Այսինքն ինչի համար, որովհետև եթե ինքն ժամանակ առնում էր 200, աջան։ Իհարկե այո։ Ինչի մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետությունը գազաֆիկացման տեսանկյունից, ես բացատրեմ ոնց կազդի բենզինի վրա, չհաշված որ բենզինի վրա նաև եթե կիրառենք մենք հակամրցակցային մի քանի կոմպոնենտ, իսկ հիմա բենզինը ավելի շատ կիջնի։ Ասեմ ձեզի, բենզինին իմանայինք, նայեք, Հայաստանի Հանրապետությունը այն ունիկալ երկիրն է, որտեղ իր գազաֆիկացման մակարդակով Հայաստանի Հանրապետությունը աշխարհում առաջի տեղն է, էլի, այնպես գովալու տեղեր կա մեր մեկ։ Նաև ավտոմեքենաները, որոնք որ վարվում են գազի օգտագործմամբ նույն ձև ինքը ամենամեծ մեծաքանակությունն ունի։ Այսինքն չկա մեկ երկիր, որ այս քանակությամբ ավտոմեքենաներ օգտագործեն, այսինքն ընդդրենք որպես վառելիք գազը։ Եթե իրենց մոտ գազի ընդհանուր գնվող գինը իջնում է, այսինքն նրանք իջնել են, նրանք իջան, հետևից գալիս է բենզինը, որտեղ ինքը մրցակցային դաշտում չի արդեն։ Եթե ես ասեմ մի քանի կոմպոնենտ, այսինքն բենզինն էլ է իջնել, որտեղ իմը բենզին ես որ տեսնեմ, որ գազով ինձ շատ անգամ ավելի ձեռնտու է, տարբերությունը 4-5 անգամ է տեղի ունենալու, բնականաբար ես ավտոմատ գնալու եմ օգտագործում, այսինքն գազ, բենզինն էլ է իջնելու։